Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 15-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իդեպ երբ չկարողացա հանդես գալ, մեր հետևորդներից մի քանիսը գրել էին ում որ կարողացա պատասխանեցի, բայց դժվարությամբ, մյուսներին չկարողացա, ասեմ, որ ուղղակի վիրահատության պատճառով աչքիս այդ օրը չէի կարող եթեր դուրս գալ, այսօր արդեն բժիշկները ասին, որ կարող եմ, մի օր էլ կբացակայեմ հաջորդ աչքիս վիրահատության համար, դա դեռ կոնկրետ օրը չգիտեմ, այնպես որ այդ առիթով որևէ ուրիշ անհանգստացնող բան չկա։ Հայաստանյան իրադարձություններից սկսենք, երեկ էլ այսօր էլ բավական շատ բան է ասվել, կփորձեմ հասցնեմ նաև խոսենք թե Գրենլանդիայի հետ կապված, թե Իրանի հետ, թե Ուկրաինայի, որովհետև բոլորն էլ առնչվում են Հայաստանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել եւ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ, հիմա պարզվում է, որ մի իրողություն, որ կա տարածք այս ճանապարհով գնալու եւ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք այսօր այդ տարածքի մեջ ենք, դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Մենք հստակ հայտարարում ենք, որ այնքան ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ։ Մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, որը հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած դուրս է գալիս, շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք լիիրավ անդամ, երկրորդ դեպքում չենք դառնում, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն, երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, Հայաստանի քաղաքացիների հետ կկայացնենք որոշում։ Մի հատ կարճ ասեմ, որ խոսքը ինչ է, սա մշտապես ասվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տա, որ այո, Հայաստանը ձգտում է գնալ Եվրամիություն, բայց քանի մենք օգտվում ենք ԵԱՏՄ-ից, շարունակում ենք օգտվել, լայնանալ, խորանալ, ինտեգրվել։ Եվ որ պահին կգանք կհասնենք այդ ճամփաբաժանին, մենք որոշում կկայացնենք։ Եթե այնտեղ լայնանաս ու խորանաս, ճամփաբաժանին երբեք չես էլ հասնի։ Սա մշտապես խոսել ենք, բայց ինքը մշտապես ներկայացնում, մտածում որ այնուամենայնիվ կկարողանա մարդկանց թույլտվության մեջ գցել, բայց չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստանի ապագան Եվրամիության հետ է, Նիկոլ Փաշինյանը այս պարզունակ քայլին կհավատան, որովհետև դու եթե մի համակարգի անդամ ես, Եվրամիությունը համակարգ չի, ուղղակի համագործակցություն է։ Եթե այս մաքսային միություն է, այս համակարգ է, որտեղ կա իր կենսակերպը, որտեղ կա քո համակեցության կանոնները, եթե այնտեղ անընդհատ դու խորանաս, դու ոչ մի պարագայում չես կարող գնալ այն կողմ կարող ես ուղղակի անել քայլեր, որոնք չեն հակասում սրան, բայց դա երբեք չի հասցնի այն կետին, որ դու համարես, որ այդ ստանդարտին հասել ես, որովհետև Եվրամիության ստանդարտը միայն տնտեսական ստանդարտ չի, որին մենք շատ հեռու ենք հասնելու համար, նաև քաղաքական ստանդարտ է, նաև քաղաքակրթական ստանդարտ է, որովհետև Թուրքիայի պես երկիրը, որը մաքսային միության անդամ է Եվրամիության, թվում է թե դա ինչ խնդիր ունի, որ եթե դա իսկապես տնտեսական կառույց է, այնա մաքսային միության անդամ ես, էլ ինչ պրոբլեմ ունես, որ բան ինչա ձգտում, իրան կոտորում, որ դառնա Եվրամիության անդամ, կամ ինչի են իրան մերժում, որովհետև գտնում են, որ այդ պետությունը այնտեղ անելիք չունի, նայում են նրա այլ հարցերին, ոչ թե տնտեսական կշռին, ոչ թե երկրի չափերին կամ բնակչության թվին։ Այնպես որ հիմա ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, արդյոք մենք ուզում ենք լինել Եվրամիության լիիրավ անդամ, այո, աներկբա ու միանշանակ, երկիրը պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, հակառակ դեպքում խնդիր դնելը այդ պայմանի շրջացմամբ դառնալ Եվրամիության անդամ ժամանակի կորուստ է։ Մեր ռազմավարությունը հետևյալն է, մենք ամուր ու հստակ պետք է գնանք ՀՀ Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դառնալու ճանապարհով։ Այսինքն այդ ճանապարհով դու չես կարող գնալ, որովհետև այնտեղ խնդիր կունենաս։ Դուրս պետք է գաս այնտեղից կամ պակասացնես քո ներկայությունը, որպեսզի գնաս այնտեղ։ Դա իհարկե արվում է նրա համար, որ առաջիկա ընտրությունից առաջ ասի, բա տեսեք, մենք օրենք ենք ընդունել,
Բատեսեք մենք էս ենք արել, են ենք արել, Եվրոպայից էլ մեզ արձագանքում են, որ դուք շատ լավ գործընկեր եք, բայց արդյունքում ստացվում է այնպես, որ դու շարունակում ես քո գործընկերությունը ԵԱՏՄ տարածքում եւ Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է դա։ Այնպես որ կարծում եմ, որ դրա վրա որևէ մեկը չի խաբվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ, անվտանգություն ասելով եթե հասկանում ենք բանակ, նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Անվտանգությունը նաև այլ է, որ դու հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում, դու հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետեւում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից ու գիտես հարգանք ներշնչել ինքդ քո նկատմամբ, բայց դա ուրիշների օձիքները հավաքելով չի լինում։ Դա լինում է միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու եւ մաքսիմալ համեստ։ Մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից չպետք է մոռանանք իրենք ովքեր են, մենք ովքեր ենք։ Դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը, եկեք գնանք հասնենք ու անցնենք, բայց դա ճոռոմ հայտարարություններով չի արվում։ Դա կրթություն եւ աշխատանք է։ Կրթությունը եւ աշխատանք։ Այսինքն հիմա հասկացել է Նիկոլ Փաշինյանը, որ հարաբերությունների համար անվտանգության հարցերով միայն պաշտպանության նախարարության վրա հույս դնել բանակի վրա լուրջ չի։ Քանի անգամ այդ մասին խոսել ենք, 10 անգամ դու պետք է այնպիսի դիվանագիտություն վարես, որը քեզ անվտանգություն ապահովի։ Եվ այդ հարցում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հիմա հանդիմանում է, որ պետք է մեր ոդկա, այսպես ասած, մեր վերմակի չափով մեկնենք, բա մոռացել է 18 թվականի հեղափոխության ժամանակ, որ աշխարհի մեծերի վրա մուննաթ էր գալիս, ասում էր դուք գիտեք, մենք հեղափոխություն ենք արել։ Գիտեք են էլ որ երկրների վրա էր մուննաթ գալի, որ որը պարապել մնում հեղափոխություն են անում։ Անգամ հասել էր Ֆրանսիայի վրա, էլ էր մուննաթ գալի, Ամերիկայի վրա էլ էր մուննաթ գալի, բայց ժամանակ չէիր հիշում։ Այդ ժամանակ չէիր հիշում, որ ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այդ ժամանակ չէիր հիշում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա ում ես բացատրում, որ դրա համար պետք է կրթություն եւ աշխատանք։ Այ անբան անկիրթ։ Բայց այդ ձևի քաղաքականության արդյունքում հայտնվեցինք այս վիճակում, որ այնքան ծեծ կերար, հիմա ծեծած շան նման ասում է Ժորժ ջան, խելոք մնացեք, որովհետև եթե խելոք չմնանք, մենք մեր չափով ոտներս չմեկնենք, մենք խնդիր կունենանք։ Բայց այդ հիմա ինչ որ ասում ես, բայց քան տարի մենք էինք քեզ ասում, որ քու երկրի կշիռը քեզ հնարավորություն տա դիվանագիտական ճկունությամբ հաշվես, թե ինչ կարող ես անել, ովքեր են քու բարեկամները, ովքեր են քու թշնամիները, եւ անպայման համակարգային առումով մեր երկրի ապագան Եվրամիությունը, որտեղ դա համակարգ է։ Այնպես չի որ որևէ մի երկրի կամ որևէ նախագահի կամավորություն ձե կախված, այսօր լավ կլինի քո հետ կամ վատ կլինի քո հետ։ Այսօր դու հետաքրություն կներկայացնես մեր տարածաշրջանը իր համար, թե չես ներկայացնի։ Դա համակարգ է, համակեցության կանոններ են, որի համար ավելի հեռանկարային է մեզ համար, ավելի անվտանգ եւ ավելի բարեկեցիկ ու ավելի ժողովրդավար։ Այս է խնդիրը։ Իսկ հիմա այդ խնդիրը, այդ հնարավորությունը, որ մենք իրականում այսօր կարող ենք ունենալ, սա էլ բլեֆ է անում, ասում ես, հա, մենք Եվրոպա ուզում ենք գնանք, ուղղակի պետք է հասնենք ստանդարտներին, բայց ստանդարտներին հասնելու համար պետք է գնանք Շանհայ։ Այնքան կգնանք, մինչև կհասնենք Բրյուսել։ Չի լինում, ժողովուրդ ջան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը նույնպես։ Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել ու սրանում դեր ունեն այն process-ները, որոնք տեղի ունեցել։ Այս ամենը շատ մեծ հնարավորություններ է բացում։ Տեսեք, չի ասում Հայաստանում կայուն, Հայաստանի շուրջ։ Հայաստանի շուրջ հիմա կայուն, հա, ժողովուրդ ջան։ Միայն գործից բացարձակ անտեղյակը կարող է կանգնի, երբ որ իր հարևան պետությունում տեսնում է ինչ է կատարվում, երբ որ տեսնում է մյուս երկրները ինչով են զբաղված, երբ որ տեսնում է ինչ աժոտաժ է մեր շուրջ, երբ որ տեսնում է ընդամենը տնտեսական բողոքը հասցրեց առճակատման ու սպանությունների ու ամբողջ աշխարհը խառնված է քո հարևանի հետ կապված, դիրքավորվել են մեկը հենկում, մեր շուրջ ամեն ինչ անվտանգ է, ժողովուրդ ջան։ Ես ճիշտ եմ լսել այս ինչ որ ասել է։ Եվ այդ ամեն ինչը պայմանավորված է այս անվտանգությունը մեր շուրջ։ Ուղղակի Ադրբեջանի հետ խաղաղության են գնացել։ Վերջ։ Դրանով մեր շուրջ արդեն անվտանգությունն ապահովված է։ Իսկ հիմա նայենք, ինչ վերաբերում է թրիփի հետ կապված,
Շատ երկար չկարդանք դրա մասին, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է. ակնկալվում էր, որ ընկերությունը պատասխանատու կլինի թրիփ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է թրիփի զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26%-ը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և բավարարված լինի համագործակցությունից։ Այս համագործակցությունը 49 տարին լրացնելուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն հիմա տեսեք, մեր մասնաբաժինը 26 է, մարդիկ մտածում են, ախր ոնց սենց կլինի, էլի, ի վերջո շատ փոքր է մեզ համար, Ամերիկան 74% վերցրել է, ու մենք վստահել չենք, որ Ամերիկան ներդրում անելու, ինչ որ մեկին գտնելու է բերեն ներդրում անեն, բայց դա Ամերիկանը հասկացանք դա, բայց հանկարծ չանհանգստանանք, ժողովուրդ ջան, հիմա 2026 թվականն է, 49 տարի գումարենք, 2075 թվականին մի անհանգստացեք, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ այլևս մեր բաժնեմասը կլինի 49%։ Դուք հասկանում եք, այսինքն 26%-ից մի դժգոհեք, դառնալու է 49%։ 49 տարի հետո, լուրջ, սա այն իշխանությունն է, որն ասում է ապագան այսօր է, գնացեք թռչկոտեք համերգներում, ինչի հետևից եք ընկել, ինչ ապագայի մասին եք խոսում, ինչի մասին, կյանքը այսօր է, այսօր պետք է վայելեք, ամեն ինչ անեք, ու ասում է Ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, 49 տարի հետո մեր բաժնեմասը մեծանալու է, նույնիսկ մենք չգիտենք այդ ծրագիրը ինչ ծավալ է իրանից ներկայացնելու, այդ 26%-ը իրանից ինչա ներկայացնելու, այդ 49%-ն ինչա ներկայացնելու, կարևորը տոկոսը հնչեց, որ հանգիստ եղեք, չխառնվեք իրար, 50 տարի սպասեք, ամեն ինչ լավ ալնելու, բայց խնդիրը ուրիշ է, մենք մի բան ուղղակի հասկանանք, որ գլոբալ առումով, որպեսզի պատկերացնենք, թե որտեղ են փորձում մեզ թյուրիմացության մեջ գցել։ Այսինքն ներկայացնում է սա շատ լավ ծրագիր է, մենք ենք արել, մենք մեր ուզածով, մեր սրտով Ամերիկայի հետ պայմանավորվել ենք։ Մենք առավոտից իրիկու խոսում ենք ցանկացած պաշտոնյա, ցանկացած երկրի ղեկավար իր վարքագիծն ենք վերլուծում, որ պատկերացնենք Հայաստանի հետ կապված ինչա լինելու։ Դոնալդ Տրամփ ասում է Պանամայի ջրանցքը պետք է հիմը լինի։ Ես չեմ նայել, որ 77 թվականից պայմանավորվել ենք, տվել ենք Պանամային։ Իմ ուզած սակագինը չեղավ, գնալու եմ գրավեմ։ Իմը պետք է լինի։ Կանադան պետք է լինի իմ 51-րդ նահանգը։ Ո՞վ է նրա անվտանգությունն ապահովել։ Ասում են ոչինչ, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, ինչ կապ ունի։ Ես եմ ապահովելու, ուրեմն պետք է 51-րդ նահանգ դառնաս։ Էս ինչ է այս Մեքսիկան, պետք է իմը լինի։ Չեն կարողանամ այդ կարտելների հախից գան, իմը պետք է լինի, պետք է վերցնեմ։ Գրենլանդիան իմը պետք է լինի։ Ուկրաինան ոնց ասենք, տենց պետք է անի։ Այսքան պայմանագիր պետք է կնքենք, այս պետք է ես վերցնեմ եւ այլ եւ այլ։ Տեսել եք որևէ պայմանավորվածություն։ Վենեսուելայի նավթ կա, ուրեմն պետք է Վենեսուելան վերցնենք, վաղն էլ Կուբան պետք է վերցնենք։ Այսինքն Դոնալդ Տրամփը պատրաստ է նույնիսկ Գրենլանդիայի հետ կապված առճակատման գնա Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ն փլուզի, բայց իր կամքը կատարի, Նիկոլ Փաշինյանին տեսելա, ասելա չէ, ժողովուրդ ջան, չէ, բերեք այս հարցը անենք Փաշինյանի սրտով, որովհետև ինքը նենց հեծանիվ է քշում, բայնես թմբուկ է խփում, ժողովուրդ ջան, ախր դուք չեք պատկերացնի ինքը ինչ է անում, բերեք այս մեկը անենք իր սրտով, ժողովուրդ աշխարհը մեն ինչ որ կատարում է ու Թրամփի վարքագիծը, դուք ուզում եք ասեք, որ այդ ուղղակի տարբերությունը գիտեք որն է, այն ինչ որ արվում է, մեզ պարտադրվում, մեր իշխանությունները ներկայացնում են որպես մեր հաղթանակ։ Մենք գիտենք, չէ, Ալիևի վարքագիծը, տեսնում ենք, նրա ագրեսիվ քաղաքականությունը, ինչ է ասում Փաշինյանը, մեզ խաղաղություն է բերել։ Չէ, ժողովուրդ ջան, խաղաղություն է բերել ալի։ Այդ որ դուք գիտեք մարդակեր, այդ որ դուք գիտեք այդ դրեք մի կողմ։ Ինքը խաղաղություն է մեզ բերել։ Բայ Էրդողանը, վայ, ավագ գործընկեր։ Չեք պատկերացնի ոնց է ուզում Հայաստանի համար լավ լինի։ Բայ Պուտինը եղբայր, ժողովուրդ չեք պատկերացնի ինչա կա։ Դուք այս կլոունությունը հավատում եք։ Մենք գիտենք, չէ, Ալիևն իրենց ինչ է ներկայացնում, Էրդողանը ինչ է ներկայացնում, Պուտինն ինչ է ներկայացնում, Տրամփի արածնել ինչ է, ինչպիսի ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Ու նաև լատեսեք ում դեմ է վարում։ Պարզապես
Նիկոլ Փաշինյանը բոլորին տրվում է եւ դա ներկայացնում որպես հաջողություն։ Չէ, Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, դա մեր հաղթանակն է, որ այսինքն մարդիկ չգիտեն, որ Տրամպի բանագնացը գնաց Բաքվում պայմանավորվեց, որ եկավ եւ ասեց թրիփի հարցը պետք է լուծվի այսպես, Ադրբեջանի սրտով պետք է լինի։ Փաշինյանը ինքը չի ասել, որ մենք առաջարկել ենք խաղաղության խաչմերուկը, բայց ոչ մեկը չհամաձայնվեց, Թրամփի վարչակազմը ակտիվություն հանդես բերեց ու իրանք վերցրին։ Այսինքն ինքը խոստովանում է, որ նախաձեռնությունը Թրամփի վարչակազմից է եկել։ Եվ ինքը գիտի, որ Թրամփի բանագնացը Ալիևի հետ պայմանավորվել է, նոր ալամ է պարտադրել։ Դու ինչ ես հաղթանակ ներկայացնում։ Լավ գործարքը համարենք տենց է, միլիարդներ է գալու, միլիարդների ներդրումներ, հիմա մենք նայենք այդ ինչի մասին, որ խոսում է, արձագանքը այնպիսին է, ում համար եւ ում միջոցով որ արվում է։ Ադրբեջանի արտգործ նախարարության խոսնակ Հաջիզադեն հայտարարել է. Թրիփի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Թրիփը Հայաստանի ստանձնած պարտավորություններ է, սա առաջի անգամ է հնչում։ Առաջի անգամ չի, չէ՞, որ անգամ ասում են, որ մինչև դու թրիփի պարտավորությունները չկատարես, մենք խաղաղության չենք գնա։ Մեր երկրի հիմնական առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ հաղորդակցության ապահովումն է, հայտարարել է Հաջիզադեն։ Վերջ, ինչ միլիարդների ներդրում։ Իմ մի հատվածը կապվում է մի հատվածի եւ սա Հայաստանը պարտավորվել է։ Բայց հարց է ծագում, ինչու է այսօր Ադրբեջանը, որը շահագրգռված է, որպեսի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի ու ամեն ինչով պատրաստ է օգնի, ինքը ինչու է այսպիսի բացահայտում, նրան ու սա առաջի դեպքը չի, մի պարզ պատճառով, որովհետև գիտի, որ Նիկոլ Փաշինյանը խաբելու է, որ Ժողովուրդ ջան, սա մեր հաղթանակն է, Եվրամիություն ենք գնում, դա էլ է մեր հաղթանակը, թրիփը մեր հաղթանակն է, այս ճանապարհը, որ բացվի խաղաղությունը մեր հաղթանակն է, Ադրբեջանն ասում է մի րոպե, գնալու է ընտրության, որից հետո, երբ որ սկսի քայլեր անել արդեն զիջումները կոնկրետ ընտրությունից հետո, ժողովուրդը կարող է ամբոստանա, ասես ինչ ես անում, դու տես բան մեզ չես խոստացել, բայց ինքը արդեն ձայնը ստացած լինի, ու չես իմանա, կարող է լցվի փողոց եւ այս ամբողջ արածը հեչ լինի։ Մարդիկ տեսնում են, չէ, Իրանի պես պետությունում ինչ կարա լինի, ցանկացած բան ինչ խռովություններ կարան լինել եւ դրսից էլ ոնց կաջակցեն։ Հայաստանի պարագայում ինչի՞ դի չաջակցեն դրսից որ։ Այսինքն դրա համար իրանք ասում են, չէ, Ժողովուրդ ջան, մենք ի սկզբանե ուզում ենք ցույց տանք, որ մենք պարտադրել ենք Փաշինյանին դա անել եւ ինքը պարտավոր է անել։ Ընտրելով Փաշինյանին, դուք ընտրում եք Ալիևի ծրագրին։ Վաղը չկանգնեք, ասեք, Ադրբեջան, մենք քո ասածը չենք անելու, դու արդեն ընտրելով Փաշինյանին մեր ասածը արել ես։ Ինչի՞ է նա ինքը ուզում է դա պարտադրի, որ վաղը կարողանա մեր հասարակությանն ասի, դա քո ընտրությունն էր, դու Ալիևին ես ընտրել։ Բանում ցուցակի մեջ, ընտրացուցակի մեջ գրած էր իշխող քաղաքական ուժ, առաջի ազգանունը մտքում գրած է Իլհամ Ալիև։ Եթե գնում ես սայն ես տալի, դա է նշանակում։ Ինչի՞ է դա անում Ադրբեջանը։ Շահագրգռված չի, որ Փաշինյանը ընտրվի, իհարկե շահագրգռված է։ Բայց ասում է բա վաղը, քանի անգամ են ասել, մենք ուզում ենք հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքենք, ոչ թե Փաշինյանի։ Վաղան այդ չլի ժողովուրդը մեզ պրետենզիա ներկայացնի եւ այս խաղաղության ամբողջ գործընթացը իջիկ դարձնի։ Հիմա նայենք, բա Թուրքիան ինչ է ասում։ Փաշինյանը չէր խոսում Թուրքիայի հետ հարաբերությունը որակապես լավացնելու մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է. Մեր նպատակն է ավարտին հասցնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը եւ ապահովել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ շարունակել մեր ուղին տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար։ Երեք երկրներում էլ կա քաղաքական առաջնորդության կամք։ Հայաստանը մի քանի անելիք ունի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի, հայտարարել է Ֆիդանը։ Հիմա թվում է, թե Թուրքիան ինչի պետք է ցույց տա, որ ինքը աջակցում է Փաշինյանին։ Բա որ հայ ժողովուրդը հակառակ ռեակցիա տա, ասի ոնց, այս Թուրքիայի սրտի թեկնածուն է, հա բայց նա պարզ ասում է, ժողովուրդ ջան, հասկացեք, ընտրելով Փաշինյանին, ընտրում եք մեզ։ Այսինքն, եթե դուք ընտրել եք, ել մեր վրա մուննած չգաք։
Չասեք Թուրքիա, Ադրբեջան, դուք մեզանից ինչ եք ուզում։ Մենք ձեզանից բան չենք ուզում։ Դու ընտրել ես Փաշինյանին, ինքն էլ մեզ խոստացել է, ինքը մեր տեխնացուն է։ Ինչի է օրինակի համար Ֆիդանը նման հայտարարություն անում, որ ինքը մեզ համար նախընտրելի տեխնացու է։ Այդ պարզ պատճառով, ժողովուրդ ջան, որ վաղը դուք որևէ մեկից չնեղանաք։ Դա ձեր ընտրությունն է։ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովի հետ քննարկել են Թրիփի շրջանակային փաստաթուղթը։ Հուսով ենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, որ այն կարևոր է կենտրոնական միջանցքի համար, ավելի լայն ռազմավարական պատկերում այն կարևոր է նաև տարածաշրջանային համատեքստում, մասնավորապես Նախիջևանի միավորումը Ադրբեջանի մայրցամաքի մասին։ Իհարկե այս միջանցքի միջոցով Թուրքիայի անմիջական բացման հարցը թուրքական աշխարհի եւ կենտրոնական Ասիայի հետ նույնպես օգտակար է, այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ըստ դուք լսեցիք ներդրման մասին որևէ բառ։ Ստե լսեցիք միլիարդավոր, միլիոնավոր տոննաների ապրանքների եւ միլիարդավոր դոլարների մասին։ Ասում է Ադրբեջանի տարածքը կապվում է Նախիջևանի հետ, մենք էլ կապվում ենք թուրքական պետությունների հետ։ Էս է մեր ծրագիրը։ Բայց որպեսի դա հայ ժողովրդի աչքին գայթակղիչ երևա, Փաշինյանն է միլիարդներից խոսում։ Տեսեք ինչ է գալու, ինչ ներդրում է կատարելու։ Բայց չի Ադրբեջանը չի ասում, գիտեք ինչ եկամուտներ ենք ունենում։ Նա ասում է մենք պարտադրել ենք Հայաստան, այսինքն իրանք Հայաստանին պարտադրել են, Հայաստանը միլիարդներ աշխատի։ Լուրջ։ Այս ուղղակի պատկերացրեցիք, չէ՞։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել է. Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք է պատասխաներ։ Մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Կուդա վի ձենիցես»։ Ուր եք գնալու, այսպես ասած։ Հայաստանն այդ հարցի պատասխանը գտել է, իր շուրջ կայունություն է ստեղծվել եւ Հայաստանի հարաբերությունները սկսվել են փոխվել։ Իհարկե այս հարցի պատասխանի փնտրտունքն է նաեւ բերել է այստեղ, բայց ընդհանուր առմամբ մենք հասել ենք այստեղ։ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում գրեթե բոլոր գործընթացների մասին հայտարարված է։ Այսինքն այն, որ Հայաստանին ասել են դու գնալու տեղ չունես, հիմա ասում են մենք գնալու տեղ ունենք։ Մենք գնալու տեղ ունենալու հետ կապված այդ բալանսավորված քաղաքականություն ասածը, մեր գնալը որտեղ է։ Միտեղ տիտիկ անելու եք, թե չէ։ Այդ բալանսավորը նա է, որ դուք ամեն տեղ գնաք, հա։ Ամենտեղ ոնց եք գնալու այս աշխարհում, որտեղ պատերազմական իրավիճակ է։ Բևեռների բաժանված, դիրքավորված բարիկադների տարբեր կողմերում։ Ոնց եք դուք բոլոր կողմերը գնալու։ Լավագույն դեպքում գոնե կարող եք ինչ որտեղ չեզոքություն պայել, բայց դա էլ չեք անում, է։ Բոլորին ասում եք հա։ Դրա անունը բալանսավորված չի, ժողովուրդ ջան։ Ու դրա համար ձեզ ոչ մեկը չի պարտադրում, դուք ինքները տրվում եք, դուք գնում ասում եք, էլ ինչ կարամ ձեզ համար անեմ, որ դուք օգնեք, որ ես ընտրվեմ։ Այն մարդիկ էլ ասում են, բադյանից լավ տեխնացու մեզ, էլ որտեղից կունենանք։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է. Թրիփի շահագործումը մինչև ընտրություններ չի լինի, դա պարզ է, մինչև 2030 թվականը ալնելու։ Նա նշել է, որ Թրիփի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու։ Հա, հայ իրավապահները, որ այդ անվտանգության հարցը լուծելու են, ամերիկան բամեզ ինչ անվտանգության երաշխիք է տալու։ Իսկ մենք չգիտենք, որ դրա հետ կապված Իրանի հետ կապված ինչ խնդիրներ ունենք։ Կարող է հենց անմիջապես այդ մասին չի ասվել։ Հայաստանում Իրանի դեսպան Խալի Շիգուլամին հայտարարել է. եթե Թրամփը ցանկանում է հարգանքի վրա հիմնված բանակցություններ վարել, ապա Իրանը պատրաստ է։ Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի եւ անջատողական որոշ ուժեր ակտիվանան եւ Իրանը մասնատեն։ Սա այն գործընթացն է, որին որ իսրայելցիները հետամուտ են լինում։ Իհարկե երբեք դա դրանց չի հաջողվի, սակայն եթե որևէ հաջողության հասնան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու։ Ինչի՞։ Ինչ է Հայաստանը պարտվողների թվում լինելու, որովհետև Հայաստանը հավաստիացրել է Իրանին, որ մենք քո հետ ենք, մի քանի օր առաջ ինչի մասին ենք խոսում, որ ասել ենք անկախ արդյունքներից ով հաղթի, այդ քաղաքականությունը պարտված քաղաքականություն է, որ երբ որ դու գնում ես, որ մարդը արուն թափելով պիտի իշխանությունը պահի, 21-րդ դարում կրոնապետությամբ պիտի իշխանություն պահի, դու նրան պետության ամենանեղ ժամանակ հասնում ես, որ մենք քո հետ ենք, ինչ պայմանավորված ենք ուժի մեջ է։ Իսկ այդ ընթացքում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Իրանին մեղադրում է, անկախ նայես կկարողանա այսօր տապալի թե չէ։ Բայց դու այն աշճանի ես հավաստիացրել
հավատարմության երթում տվել, որ հիմա արդեն տեսեք Իրանի դեսպանը Իրանի սանձարձակ է պահում նույնիսկ, այս կարգի լկտի ոչ մեկը Իրան չի պահում, նույնիսկ Ամերիկայի դեսպանը Իրան տենց բան թույլ չի տալի, այս ձևով խոսել։ Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն եւ նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ եւ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն 6 օր շարունակ ժամը 18-ից 21-ը Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություն, ի հեճուկս նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը այդ գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին։ Օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում եւ այն ինչ տեղի ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի դիմաց կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Դուք պատկերացնում եք Հայաստանը մի քանի օր առաջ Հայաստանի շահերին հարված հասցնելով Իրանի այսօրվա իշխանությանը իր հավատարմությունն ու ռազմավարական գործընկերության մասին ասում այն ծրագրերը, որը պայմանավորվել են Մասուդ Փեզեշքյանը եւ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ իրագործելու ենք, որ հեչ դրա ժամանակը չէր դա ասելու, նույնիսկ եթե Մասուդ Փեզեշքյանը մնա իշխանության։ Բայց հիմա այնքան է դա ասել, որ արդեն մեծ կոնկրետ մեղադրանք, որ ժողովուրդը հիշելու է, որ իրան ծանր ժամանակ, երբ որ տենց խաղեր ես տալի, անգամ նեղանում է քեզանից նա, ում հավատարմության երթում ես տվել, ասում է, բա որ այդքան նարել ես, ինչ չես էսել անում։ Դեսպանը հայտնեց, որ իրենց մտահոգությունները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։ Թեհրանում ձևավորում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար, ավելացրել է դեսպան Շիրգուլամին։ Առնվազն անտրամաբանական է սրա այս պահանջը, բայց ինչի է պահանջում անտրամաբանական բան, որտեղ մի քանի օր առաջվա իր հայտարարությունը Հայաստանի արտգործնախարարության ինքն էլ գիտի, չէ, Իրանել են, չէ, ասել։ Հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են բացատրեն, որ ընկեր դու սխալ ես ասում, բայց մեկը նրանց մոտ այդ տպավորությունն ասում է Իրանի ժողովուրդը Հայաստանին համարելու է նեղ ժամանակ իրան հարված հասցնող։ Այն դեպքում, որ երբ որ մի քանի օր առաջ հավատարմության երթում էիք տալիս։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից անդրադառնալով Իրանի դեսպանի հայտարարությունին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև մյուս միջազգային երկկողմ այլ պարտադրանքներ ապահովում է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը բոլոր դիվանագիտական ներկայացուցիչների, այդ թվում բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը եւ աշխարհում բնականon գործունեությունը։ Հարկ է նաև նշել, որ ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Այսինքն, ինչը որ նաև վերաբերում է ներքին գործերի նախարարությունը շարունակելու խաղաղ հավաքների սպասարկումը օրենքով սահմանված կարգով։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական պետություն Հայաստանի սահմանադրության հավաքների ազատության մասին օրենքի եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացի ազատ տեղաշարժի խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Այսինքն Հայաստանում մարդը գնացել է դեսպանատան դիմաց ակցիա է անում։ Հայաստանը ոնց պետք է դա մերժի։ Բայց ինչի է տանտրամաբանական բանը դեսպանը մեզանից այն էլ այսպիսի վիրավորական տոնով պահանջում։ Մերոնք են դա իրաց թույլ տվել։ Նույնիսկ այս պարզաբանում ոչինչ չի փոխում։ Նա արդեն ասում է դուք մեզ բան եք խոսք տվել եւ ժողովուրդը ձեր նկատմամբ վերաբերմունք է ձևավորել։ Այսինքն դուք դնում եք նրան կպնում եք արևմուտքն ասում է Հայաստանն ինչ է անում եւ անվստահելի ցանկի մեջ ես հայտնվում, մի բան էլ ում որ աջակցում ես, նա էլ քեզանից նեղանում է։ Հայաստան Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին հայտարարել է. Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների, մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք մեր հայ գործընկերներին հայտնում ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ կարող է օգտագործել այս նախագիծը թրիփն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին, վերջիններս հավաստիացել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս
Նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն, հավելել է դեսպանը։ Մենք հույս ունենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն եւ կփարատվեն։ Մենք շարունակում ենք այս հարցը պահել ուշադրության կենտրոնում, եզրափակել է դեսպանը։ Հիմա փաստորեն ինչ է ստացվում, իրանք ասում են այնուամենայնիվ մենք թրիպը համարում ենք վտանգ։ Հիմա եթե Հայաստանը հավաստիացնում է, որ Իրանի հետ խնդիր չունի, ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում էր մեր շրջապատում ամեն ինչ խաղաղ է, չէ՞։ Մարդը կոնկրետ ասում է Ամերիկանին թշնամին է, ինչ գործ ունես։ Այս թրիպին ես չեմ վստահ, բա մենք ինչ ենք անելու։ Կարող է ասենք հեչել, որ դու չես ուզում, բայց չենք ասում, չէ, ասում ենք, չէ, քո հետ ինչ պայմանավորվել ենք ուժի մեջ է։ Հիմա ստիպված Նիկոլ Փաշինյանը հիմա սա է բացատրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է թրիպի ծրագրի հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգություններին, նշելով, որ այդ հարցերը մանրամասն քննարկվել են իրանցի գործընկերների հետ եւ Հայաստանը պատրաստ է շարունակել մշտական երկխոսությունը։ Մենք շատ հանգամանալից երկար եւ մանրամասն զրուցել ենք եւ կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել են։ Միաժամանակ նշել են, որ հետագայում հարցերի առաջացման դեպքում պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել եւ պատասխանել բոլոր հարցերին, ասել է վարչապետը։ Փաշինյանն ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացների ընթացքում հաշվի է առնում իր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները եւ ձգտում է հասնել հնարավորինս հավասարակշռված լուծումների։ Այդ դու ասում ես, բայց իրանք ասում են տենց չի։ Ում ես բացատրում դա։ Քննարկումների ընթացքում մենք հաշվի ենք առնում մեր միջազգային գործընկերների կարծիքն ու մտահոգությունները եւ բանակցությունների ժամանակ փորձում ենք հնարավորինս հասնել հավասարակշռված լուծումների, ինչը կարծում եմ այս դեպքում հաջողվել է, նշել է վարչապետը։ Բայց դու ասում ես հաջողվել է, նրանք ասում են չի հաջողվել։ Մարդ է եկել քո դաշտում քեզ մեղադրում է, դու ասում ես չէ, ժողովուրդ ջան, լավ է, մեզ միասի իրանց ասա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք։ Ամեն ինչ արել ենք, որ կշարունակենք անել մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի մտահոգությունները փարատելու համար։ Շատ ճիշտ ժամանակին գտար, որ ասես Իրանն էլ է մեր եղբայրը։ Որևէ ուրիշ որ երկրի հետ կապված է Նիկոլ Փաշինյանն ասում եղբայրական պետություն։ Ռուսաստան, Իրան էլ որը։ Երբևիցե ասել է, որ ասենք մեզ համար Ուկրաինան եղբայրական է։ Անկամ Ֆրանսիայի մասին ասում է եղբայրական կամ ինչ-որ որևէ եվրոպական երկրի։ 2018-ից այսքոմ Հայաստանը երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել եւ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետեւ դա արդեն իրողություն է։ Այլ բան, որ մենք կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Մենք ուշադիր կհետևենք մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում։ Իհարկե բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական ու եղբայրական դեսպանատան հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Ճիշտ ժամանակին հիշեց, որ եղբայրական հարաբերություններ է, երբ որ մարդիկ խոսում են, դե մարդ են սպանում, խոսում են, ինչ է կատարվում եւ այլ եւ այլ։ Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման մասին Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկել է, վարչապետը հայտարարեց, այո, իհարկե, հարցը քննարկվել է, առիթ եմ ունեցել խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ինչպես նաեւ Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ եւ առիթ ունեցել խոսելու, մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին։ Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, պատշաճ ժամկետը հիմա է, մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի։ Մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերին, որ այս հարցով որոշում կայացնեն։ Այսինքն Ադրբեջանի հետ եւ Իրանի հետ, ներողություն, Թուրքիայի հետ այդ գծերը բոլորը Ռուսաստանը անի եւ մնա այն կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում, որը Ռուսաստանի հետ կնքված է։ Եթե Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը երկարացնելու ցանկություն չունենաս, Ռուսաստանը ինչի՞ պիտի ներդրում անի, որ։ Իսկ եթե ներդրում արես, նշանակում է ժամկետը ավտոմատ ձևով երկարացնելու է։ Այսինքն մենք հիմա Ռուսաստանից ուզում ենք պրծնենք, լուրջ։ Եթե ասում ենք, որ մենք խնդրում ենք, ասում ենք ներդրում արա, որ այս ծավալը վերցնես քո վրա։ Ու շատերը ներկայացնում են, դե դա ասում է, որ ռուսները չանեն, որպեսզի ռուսներից հրաժարվի։ Իսկ եթե ասես ռուսները անեն, ո՞նց է հրաժարվելու։ Ավելի մեծ ծավալ չես տալու ռուսներին։ Բա ո՞նց ես անում Ռուսաստանին Հայաստանից։ Ավելի մեծ ծավալ տալով ու պայմանագիրը երկարացնելով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին վերցնել հսկողությունը երկրի ինստիտուտների նկատմամբ։ Դե հիմա պատկերացրեք Ամերիկայից ինչ են ասում, Իրանում ինչա կատարում, Հայաստանում Իրանի դեսպանն ինչ է ասում, եւ մեր արձագանքները որքանով adekvat։ Իրանցի հայրենասեր շարունակեք բողոքի ցույցեր անցկացնել, վերցնելով ձեր հաստատությունները, պահպանեք մարդասպանների եւ բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն, ես չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է Թրամփը։ Իդեպ SpaceX-ը Starlink-ը անվճար է դարձել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ ինտերնետի գրեթե լիակատար անջատման ֆոնին, որպեսզի կարողանա ինտերնետային կապ ապահովի։ Իշխանությունները հունվարի 8-ից ի վեր անջատում են կապը, չնայած Starlink-ը պաշտոնապես արգելված է երկրում։ Թեհրանը արագորեն կառուցում է փակ ներքին ինտերնետ ցանց, թույլատրում է միայն պետական որոնողական համակարգեր, քարտեզներ, հաղորդագրությունների հավելվածներ եւ խիստ գրաքննված բովանդակություն։ Այսինքն դուք հիմա տեսնում եք այն լարվածությունը, որը որ կա Իրանի հետ կապված, թեպետ ասում են այսօր համեմատաբար ավելի խաղաղ։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմ հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը եւ նրա կողմնակիցները հատել են բոլոր կարմիր գծերը, ընդգծելով, որ գործողությունների ժամանակը եկել է։ Հիմա դուք կարծում եք, որ իրանք այդ որ Իրանը գծերը հատել է, բայց Փաշինյանն ասում է, որ մեր եղբայրն են, այս իշխանությունների հետ մենք խնդիր չունենք, դա նրանք այդ մասին չգիտեն, բայց դրա համար ենք ասում, Թրամփի ուղին մեզ պարտադրված է, որ կողքից ասում են, հենց այնպես չեն ասում։ Ասում է Ժողովուրդ ջան, մի խաբվեք, հա, դուք իմացեք, որ դա մեր պարտադրանքն է Հայաստանի։ Հայաստանը Ամերիկայի գործընկերը չի։ Սենատոր Գրեհեմի խոսքով Իրանի իշխանությունների դեմ անհրաժեշտ է կիրառել ռազմական, կիբեռնետիկ եւ հոգեբանական միջոցառումների լայն համադրություն առանց ցամաքային զորքերի ներգրավման։ Այդ գործողությունները պետք է ուղղված լինեն սպանություններ իրականացնող անձանց եւ նրանց ենթակառուցվածքների դեմ եւ լիովին արդարացված են։ Գրեհեմը նաեւ հրապարակել է զոհվածների վերաբերյալ տեսանյութ, նշելով, որ այն իրեն փոխանցել է Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավին ու նրա թիմը։ Իհարկե Ռեզա Փահլավին շատ ակտիվ է Ամերիկայի իշխանությունների հետ, բայց դա հաստատ իրան լավ կողմից չի բնութագրում, որտեղ ինքը Ամերիկայում է ապրում, երկար ժամանակ ընդեղ է, ինքը ուղղակի կտրված է նաև Իրանի իրավիճակից, թեպետ ասենք կապ պաշտպանում է, բայց ի վերջո ամերիկացի է դառել, էլի այսքան տարի ապրում է, շատ նրբություններ հաշվի չի առնում, որ ինքը նյութեր է տալիս Ամերիկայի պաշտոնյաներին, դա լավ չի նայվում, նույնիսկ եթե ճիշտ բան է անում ինքը, կարան ինքը չուղարկի, ինչ որ մեկը ուղարկի։ Չինաստանի արտգործնախարարությունը այն բանից հետո երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Վաշինգտոնը շատ կոշտ միջոցներ կձեռնարկի Թեհրանի դեմ, հայտարարել է Չինաստանը դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության։ Չինաստանը չի արդարացնում միջազգային հարաբերությունը ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, հայտարարել Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, այսինքն Չինաստան, Թուրքիա, Հայաստան Իրանին պաշտպանում են, չէ, անկախ նայած Իրանի իշխանությունները ինչքան իրանք կարողանա պահել։ Միանգամից դիրքավորվել է այդ կողմի վրա։ Բայց եվրոպական երկրները դատապարտել են, չէ։ Գումարած Ամերիկան, ու անկախ նայած Ամերիկայի միջամտությունը արդարացված է, թե չէ, դու ասում ես Ամերիկան իմ գործընկերն է, հա մենք դա ենք բացատրում։ Դու ասում ես որևէ խնդիր չկա, մենք հարցերը Ամերիկայի հետ լուծել ենք։ Չինաստանի արտգործնախարար Վան Յին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իրանական կողմը հայտարարել է, որ երկրում իրավիճակը ներկայումս կայուն է։ Վան Յին ընդգծել է, որ Չինաստանը դեմ է այլ երկրների պարտադրանքի եւ ջունգլիների օրենքի վերադառնալուն։ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան միավորվել, հաղթահարել դժվարությունները, պահպանել ազգային կայունությունը եւ պաշտպանել իրենց օրինական իրավունքները։ Սա է իրավիճակը, որի հետ կապված դու պետք է կողմնորոշվես, դու չես կարող ասել բալանսավորել եմ բոլորի հետ լավ է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնից Իրանին նոր ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքները անընդունելի են, իսկ Ռուսաստանը հակառակվում է ցանկացած վնասակար արտաքին միջամտությանը եւ երկրի ներքին գործերին։ Իրանի ներքին իրավիճակի դինամիկան եւ արհեստականորեն բռնկված բողոքի ակցիաների անկումը թույլ են տալիս ակնկալել իրավիճակի կայունացում։ Զախարովան Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տվել պահպանել խելամիտ զգոնություն եւ այլ եւ այլ։ Այսինքն այստեղ հարցը նա է, որ
Ռուսաստանը չի ընդունում Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ շանտաժային փորձերը, որ Ամերիկան ասում է հետ առևտուր կանի, սանկցիաներ կկիրառեմ, մաքսատուրքեր կսահմանեմ, եւ որ ռուսաստանյան արտասահմանյան ներկայացուցիչները Իրանում աշխատում են բնականոն ռեժիմով։ Հիմա դուք արդեն տեսաք խնդիրը որն է։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Արել Լարիջանին ինչ է ասում։ Մենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անունները՝ Թրամփ եւ Նեթանյահու։ Թրամփ, ժողովուրդ ջան, այդ Թրամփի ուղին չի, որ Հայաստանով անցնելու է։ Իսկ Իրանի տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին Ռեզա Փահլավին հայտարարել է Իրանի իշխանափոխության դեպքում կդադարեցնի իր ռազմական միջուկային ծրագիրը։ Դիմելով աշխարհի բարեկամներին Փահլավին ասել է, որ Իրանի գլոբալ կերպարը ներկայիս համակարգում ձևավորվել է ահաբեկչության, ծայրահեղականության եւ աղքատության ազդեցության ներքո։ Ազատ Իրանը ընդհակառակը կդառնա տարածաշրջանում կայունացնող ուժ եւ պատասխանատու գործընկեր միջազգային ասպարեզում։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի եւ նրա ժողովրդի հետ կվերականգնվի, Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի, ասել է Փահլավին։ Այս ամենակոպիտ սխալներից մեկը դա է, որտեղ ասեմ ինքը Ամերիկա ապրել է, ինքը պետք է հասկանա, որ եթե Իրանում հասարակության մի մասը շատ լավ է վերաբերվում Ամերիկային, ժամանակին ասում ազատ երկիր էինք, աշխարհիկ, մի մասը վատ է վերաբերում, ասում Ամերիկայի պատճառով այդքան խնդրի մեջ ընկանք, շահին աջակցում էր, համենայն դեպս Ամերիկայի հետ կապված կարծիքը միանշանակ չի, բայց Իսրայելի հետ կապված կարծիքը միանշանակ է։ Երբ որ դու Իսրայելի անունը տալիս ես, մարդիկ ասում են, սա հասկացանք դու նաև ժամանակին գնացել ես Իսրայել հանդիպման, դեռ որ այս ամեն խառը բաները չկար, հասկացանք, որ աղջկա փսակել ես հրեայի հետ, այդ ամեն ինչը բացասական է ազդում։ Հարցը դա չի, թե մարդը ինչ վերաբերմունք ունի հրեաների նկատմամբ կամ Իսրայել պետության նկատմամբ։ Հարցը նա ինչ վերաբերմունք ունի այդ ժողովուրդը, որը որ քեզ իդեմս քեզ պատկերացնում ես, որ դու պետք է գաս այդ լիդերը դառնաս։ Պետք է այդ նրբությունները հասկանայինք, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է այժմ վաղաժամ է խոսել այն մասին, թե արդյոք Իրանի վերջին շահի ավագ որդին Ռեզա Փահլավին կարող է աջակցություն ստանալ Իսլամական Հանրապետությունում։ Նա շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում, բայց ես չգիտեմ, թե նա ինչպես կընդունվեր իր իսկ երկրում, եւ իրականում մենք դեռ այդ փուլում չենք, մենք շատ բաներ ենք պարզում, բայց դեռ շատ վաղ է խոսել այդ մասին։ Ես չգիտեմ, թե ինչպիսի նրա հարաբերությունը իր երկրի հետ։ Հավելել է Թրամփը, ես չգիտեմ արդյոք նրա երկիրը կընդունի նրան ղեկավարի դերում, թե ոչ։ Եթե ընդուներ, ես դեմ չէի լինի, ընդգծել է նախագահը։ Սա այն հարցն է, որի մասին պարբերաբար խոսել ենք, որ դեռ չի նշանակում, որ մարդիկ, ովքեր դժգոհ են, դրսում ապրածը, որ գալիս ասում է, վերադառնում եմ իմ օրինական տեղը որպես թագաժառանգ, նրանք գրկաբաց ընդունելու են, որովհետև նա շատ ժամանակ այդ հասարակությունը իրեն չի ճանաչում։ Խնդիրները առաջանալով Թրամփը հասկացավ եւ ասեց, այդ մեր թեկնածուն չի, հանկարծ մեզ հետ չկապեք։ Ուշ գլխի ընկավ, բայց համենայն դեպս հասկացավ, որ դա լավություն չի։ Եթե ժողովուրդը ներքևից կպահանջի այդ հարցը կկատարվի, դու էլ կողքից օգնի, բայց մի տեղ կանգնի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մենք նորություններ ունենք Իրանի վերաբերյալ, որոնց մասին խոսելու ենք։ Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատժի ծրագրեր չկան։ Ինձ ասել են այս ամենը, բայց մենք պետք է պարզենք մանրամասները։ Սա էլ ասում է նրա համար, որպեսզի բացատրի, թե ինչի հիմա ակտիվ գործողություն եթե չանի, դա պայմանավորված է, որ Իրանը որոշ բաներում զիջումների է գնացել, իմաստը որն է միանգամից հարվածա։ Ասենք չնայած ինքը տեսել ենք, որ բանակցել է, հետո հարվածել է, հանկարծակի է բերել, այդ Իրանից հեռու չի, բայց մենք հիմա տեսնում ենք, թե ինչ լարվածություն է մեր շուրջ, եւ նայեցիք մեր իշխանավորների հայտարարությունները, որքանով էր այդ ամեն ինչը ադեկվատ ստեղծված իրավիճակին։ Դա է հարցը, որ այս լարվածությունը շարունակվելու է եւ այդ ամեն ինչը ծառայելու է առաջիկա ընտրություններին, որին արդեն ինչպես տեսակ Թուրքիայից են սպասում եւ իրանց սրտի թեկնածուն ունեն։ Դե մնացածը ընտրությունը ձերն է, սիրելի հայրենակիցներ ջան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։